Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Մեր եթերը շարունակվում է։ Քիչ առաջ ես ներկայացրեցի իմ տեսակետը կապված Գյումրու ընտրությունների վերջնարդյունքի հետ, կապված այդ վերջնարդյունքների հեռանկարների հետ, որոնք կարող են ազդել մեր ամբողջ երկրի վրա, համապետական ընտրություններում արտացոլվեն հաշվի առնելով, որ Գյումրիում ընտրությունները իրենք իրենցով պրայմերիզ էին, այսպես կարելի է նշել, նախնական ընտրություններ էին եւ դա շատ կարեւոր է։ Ես հիմա չեմ խոսելու, նախաբան չեմ անելու այս հարցազրույցում, կարծում եմ նախաբանը հնչել է եւ այն բավականին ընդհարցակ էր։ Դրա փոխարեն ես ներկայացնեմ մեր հյուրին, որը միացել է մեզ տեսակապով, դա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցն է։ Բարև ձեզ, պարոն Սաքունց։ Պարոն Սաքունց, բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Ես հարցը այսպես կառուցեմ, Գյումրիում այն ինչ տեղի է ունեցել Գյումրիում, մենք ունենք վերջնարդյունք։ Կարևոր չէ այդ վերջնարդյունքը ինչպես է ձևավորվել տվյալ դեպքում, կարևորը որ ընտրությունները միգուցե համաձայնվեք այդ գնահատականի հետ, անցել են համեմատաբար ազատ եւ արդար։ Եվ այն ինչ մենք ունենք այսօր դրված սեղանին, դա գյումրեցիների կամա արտահայտության արգասիքն է։ Այս ընտրությունները, ըստ ձեզ, այս ընտրությունների արդյունքները դուք մտահոգություն ունեք, թե ոչ արդյունքների հետ կապված եւ եթե ունեք, ինչով է պայմանավորված այդ մտահոգությունը։ Եթե մենք խոսենք Հայաստանի ապագայի մասին։ Շնորհակալություն, պարոն Ստեփանյան։ Այս ընտրությունները Գյումրիի իրենք ոչ թե այս մտահոգությունների արտահայտումը կարող է լինել, այլ այն մտահոգությունները, որոնց մասին մենք 2000 թվականից պարբերաբար բարձրաձայնում ենք։ Ես ստիպված եմ լինելու վերստին հիշեցնել, որ այդպես էլ որևէ իրավական եւ քաղաքական գնահատական չտրվեց մինչև 2018 թվականը Հայաստանում ավտորիտար բռնապետական կառավարման տարիներին։ Հնարավորություն չտրվեց իրականացնել եւ չիրականացրեցին անցումային արդարադատության մի շարք մեխանիզմներ, որոնցից առաջինը ես իհարկե կուզենայի նշել ճշմարտության կամ փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը իրապես անկախ, որը հնարավորություն կտար լսելի դարձնել այդ բռնապետական ռեժիմի ժամանակահատվածում մարդու իրավունքների ստուժածների ձայնը, այդ ձայնը մենք չլսեցինք։ Խոսքը միայն հատվածային առանձին դեպքերի ժամանակ, ասենք ոնց որ մարտի 1-ի սպանվածների մասին չխոսք, այլ այն հազարավոր քաղաքացիների մարդու իրավունքների խախտումների մասին է, որոնք չեն բարձրաձայնել, որոնք վախեցել են բարձրաձայնել, որոնք հնարավորություն չունեցան ոչ միայն բարձրաձայնել իրենց խախտված իրավունքների մասին, այլ նաև նշելու այն մեխանիզմները եւ այն ինստիտուտները, որոնց ապօրինի գործողության հետևանքով խախտել են իրենց իրավունքները։ Մենք չիրականացրեցինք նաև պատշաճ վեթինգ ոչ միայն դատական համակարգում իրավապահ մարմիններում, այլ նաև պետական կառավարման համակարգում։ Այսինքն ես ինչի համար եմ այս ինստիտուտների կամ այս խնդիրների մասին նշում, որ դրանք այն նվազագույն անհրաժեշտ գործողություններն էր, որը Թավշյա ժողովրդավարական հեղափոխությունից հետո պետք է աներ իրականացներ նոր իշխանությունը, որպեսզի մենք դեմ հանդիման չլինեինք, չկանգնեինք այն իրավիճակի առջև, որը ներկայումս արձանագրվեց Գյումրու համայնքի ավականու ընտրությունների արդյունքում։ Սա է, որ կուզենամ հիշենք եւ վերստին եւ դրանց չարացների հետևանքները։ Հիմա եթե դուք ասում եք
կամ գնահատական եք տալիս, որ անկախ նայած կարևոր չէ թե ինչպես, դա էլ է կարևոր իհարկե թե ինչպես ստեղծվեց այս Դա երկրորդական է։ Ինձ համար տվյալ դեպքում դա երկրորդական է։ Կներեք։ Տեսեք, կներեք, բան չեմ ասում, բայց պարոն Ստեփանյան, տեսեք, մի հատ հիպոթետիկ հարց, որպեսզի թեման ես կարողանամ բովանդակային, հա, ներկայացնեմ։ Սարիկ Մինասյանը արդյոք դա ԿՊ-ի գաղափարախոսն էր, որը ընդամենը 2 ամիս առաջ պրայմերիզով, ասենք թե որոշվում է, նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար եւ այնուհետեւ պաշտոնակատար նշանակելու հետ միաժամանակ անդամագրվում եք հաղ պայմանագրի կուսակցությանը։ Պարոն Սաքոն, ես էլ ձեզ հարց ունեմ։ Իսկ արդյոք ԿՊ-ն գաղափարախոսություն ունի։ Այդ դա էլ մյուս հարցն է։ Այո, որն է քաղաքացիական պայմանագրի գաղափարախոսությունը, դա էլ ինքնին առանձին հարց է։ Բայց տեսեք, համայնքային մակարդակում քաղաքական համակարգը չի կայացել, սա եմ ուզում ասել, որովհետև ցակվում եմ վարկած առաջադրել հիմնավոր, որ եթե ասենք ԿՊ-ի առաջի համարը առաջադրել մեկ այլ կուսակցության օրինակի համար, կարող էր նույնիսկ ավելի շատ ձայներ հավաքել, հա, ասենք թե սա նկատում եմ, որ գործոնը անձնական գործմանորոշ քաղաքական հայտ ներկայացնել իհարկե միշտ վիճահարույց է, ինչպես նաև մնացած կուսակցությունների առումով, որտեղ կար հստակ գաղափարական մոտեցումներ, բայց հիմա ես չեմ էլ ուզում հիմա այդտեղ մասներ 80 տարվա ընթացքում քաղաքական համակարգը ոչնչացվել էր, որտեղ քաղաքականության մեջ էին որպես կանոն մարդիկ կամ քաղաքական պաշտոններ զբաղեցնել մարդիկ, որոնք պետք է անցնեին Մելիք Ադամյանով։ Բայց արդյոք այս 7 տարին իմ նշած այդ անցումային արդարադատության մեխանիզմների բացակայության պարագայում կարող էր առողջանալ քաղաքական համակարգը։ Իհարկե ոչ, որովհետև մենք տեսանք մրցակցություն իրապես անձերի միջև, անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, ոչ թե գաղափարների, արժեքների, հա, միջև։ Եվ այս առումով իհարկե շատ ունիկալ է, կարող եմ ասել, յուրահատուկ Հայաստանի կոմունիստական կուսակցության այսպես կոչված ձայները, եւ դա էլ է պայմանավորվածնալու, որ 1991 թվականին չտրվեց իրավական եւ քաղաքական գնահատական կոմունիստական կառավարման ժամանակահատվածի։ Պատկերացնում եք, 2 անգամ պետք է առնվազն իրավական եւ քաղաքական գնահատական տայինք։ Մեկը անկախությունից ամենչապես հետո, որը չարվեց եւ որի հետևանքով գոյություն ունի, ասինքն թուղթ խտի վրա գրված կուսակցություն, որը գզրակներից հանում է եւ կենթանացնում, հա։ Այսինքն Վարդան Ղուկասյանը հիմա կոմպուսով կգնա թե որևէ այլ բանով կապ չունի, ինքը իր անձնական ուրեմն ազդեցությամբ էր պայմանավորված ոչ թե գաղափարներով, բայց ինչու հենց ինքը կարողացավ գնալ, որովհետեւ նույնիսկ կրկնում արդեն իրավական եւ քաղաքական գնահատականները ժամանակին չտրվեցին եւ հանրության մտածելակերպը, կարծիքը, որ ինչն է թույլատրելի, ինչն է անթույլատրելի, ինչն է ընդունելի, ինչը չի ընդունելի Հայաստանի Հանրապետությունում որպես գաղափարներ, որպես ինստիտուտներ։ Եվ այս առումով ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ այո, զուտ ձևական առումով ժողովրդավարական ընտրություններում կարող են ոչ ժողովրդավարական ուղղվածության ուժերը որոշակի ուրեմն կշիռ ձեռք բերել եւ ժողովրդավարության արժեքների դեմ աշխատել, հասկանում եք ոնց է։ Սա է ամբողջ ողբերգությունը այս իրավիճակում, որ մենք ունենք, որը հետևանք է, իդեպ ասեմ, դա ոչ միայն Հայաստանի պարագայում, նույն ասենք թե Գերմանիայում կամ նույն Միացյալ Նահանգներում, այնտեղ որտեղ ժողովրդավարական ուժերը հետամուտ չեն, սկզբունքային չեն, հետևողական չեն, ժողովրդավարական արժեքների պահպանման, նրանց հիման վրա պետական կառավարման համակարգը բարեփոխելու ավելին կոռուպցիայի դեմ անզիջում
ճնշում եւ հետեւական պայքարելու առումով, որովհետեւ հիմա ինչ է ստացվում, որ նախկին կոռուպցիան մնում է անպատիժ, նոր կոռուպցիան ընդունելի դեպքում ընտրողը ասում է լավ ինչ կոռուպցիայի կողմը պետք է ընտրեմ, հա, սա շատ լուրջ խնդիր դարձնում են, որ հետևություններ պետք է անենք բոլոր Պարոն Սաքունց, ես ինքս առնվազն 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից անընդհատ ինձ հարց էի տալիս, թե ինչու քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանը ունենալով իրենց տրամադրության տակ ազգային ժողով այդ քաղաքական գնահատականը չեն հնչեցրել։ Ինչու այդ անցյալի կրիմինալ քոքը չեն ոչնչացրել։ Ինչու վեթինգ չի եղել, ինչու լուստրացիա չի եղել։ Ես դա հասկացել եմ 21 թվականի ընտրություններին, արտահերթ, անկեղծ եմ ասում։ Եվ որ ես տեսա, որ իրականում այդ բոլոր ուժերը, այդ անցյալը, որը արդեն սատկում էր, սատկելու վրա էր 18-ին, ինքը վերակենդանացվել է Նիկոլ Փաշինյանի կողմից եւ օգտագործվել է որպես քաղաքական հակառակորդ, որին հեշտ է հաղթել։ Այդ կոմունիստական կուսակցությանը, որը վաղուց գոյություն չունի, Նիկոլ Փաշինյանն է վերակենդանացրել Գյումրիում։ Վարդան Ղուկասյանին, Գյումրիի Վարդան Ղուկասյանին Նիկոլ Փաշինյանն է վերակենդանացրել, բայց ինչ եմ ես ուզում ասել, մենք տեսանք, որ Գյումրիում այդ ամենի արդյունքում այրվեց հենց քաղաքացիական պայմանագրի պոչը, եւ մենք տեսնում ենք Երևանյան ընտրությունների արդյունքով այնուամենայնիվ Գյումրիի ընտրությունների արդյունքով, որ սա արդեն այնքան էլ լավ, առնվազն այնքան էլ լավ չի աշխատում։ Միգուցե սրանից ելնելով եւ դատելով ԿՊ-ում փոխեն վերաբերմունքը քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Թե ոչ։ Ներկա իշխանությունը ստեղծեց Վարդան Ղուկասյանին։ Վարդան Ղուկասյանը ստեղծված էր նախորդ իշխանության օրոք եւ շարունակեց որպես քաղաքական գործոն։ Այո, ես չեմ ասում ստեղծեց։ Բայց տեսեք, վերադառնանք։ Քաղաքական եւ իրավական գնահատականների տալը արդյոք պայմանավորված է, որ չէին գիտակցում թե իրապես սկզբունքային տեսակետի թավշյա այդ ընկալումը գտնում էին, որ դա պետք է լինի թավշյա նաև պետության դեմ հանցագործություններ կատարածներ եւ հանցագործությունների նկատմամբ։ Ես դժվար եմ պատկերացնում, որտեղ որևէ ողջամիտ կամ լուրջ խոսք չեմ լսել, բայց իմ մտահոգությունը բանագիրը չէ, պարոն Ստեփանյան։ Ազնվորեն ասեմ։ Այն իրավիճակը, որում մենք հատում ենք։ Հիմա տեսեք։ Գյումրիում գտնում է 102 ռազմական բազա եւ այդ գրը հիշում եք, թե որ ուժերի կողմից ներկայացված իրական է դառնում ռուսական բազայի Գյումրիում ազատ տնտեսական գոտու գաղափարը։ Պատկերացնեք, չէ՞, ռուսական բազա գումարած ազատ տնտեսական գոտի։ Այս տեսլականը կամ այս ռիսկը ինքը շատ ավելի լուրջ է եւ այստեղ քաղաքական հետևանքները ինչ ազդեցություն կարող ունենալ։ Փաստորեն այն կոնցեպտը հիշում եք, մենք միշտ ենք նշել դրա մասին, Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանի Հանրապետություն տարածք է 102 բազայի հարակից տարածք է։ Սա կոնկրետ Գյումրու ավականու ընտրությունների միջոցով առավել քան կարող է ինստիտուցիոնալացվել։ Սա հետևանքներ է, բայց հիմա պատասխանատու այս իրավիճակը իշխանությունը։
ասма հապը լավ կառույց չէ, այսպես ասենք, հա։ Մյուս ձեռքով ասում, բայց երատամեն օգտակար կառույց է։ Դե կներեք ընտրողը հիմա ինչ պետք է մտածի, որ հա երատամեն կարելի է դեպքում, որ տրանս կոռուպցիոն այդ երկում այսպես տնտեսական հարաբերությունների միջոցով այդ խողովակով է, հա, իրականացնում իր ազդեցությունը։ Բայց ես ինչի համար մեղադրեմ ընտրողին, որ Պարոն Սաքունց, մենք խոսեցինք իշխանության սխալներից, միգուցե նաև ընտրողների սխալներից, խոսենք նաև մեր սեփական սխալներից, Եվրադաշինքի սխալներից, ինչն է սխալ արվել ձեզ, որ այսպիսի արդյունքներ մենք ունեցանք Գյումրիում։ Ես չէի ուզենա հիմա առանձին այդպիսի սխալների կամ կոնկրետ, հա, ինչ որ առանձին ուժերի սխալների կամ բաների մասին անդրադառնալ, որտեղ դրա համար ավելի մի քիչ երկար ժամանակ է պետք մտածել։ Շատ ուզենայի անդրադառնալ, որ ընտրությունը, որ դրսևորումներով ինքը է, սակայն ժողովրդավարությունը չի կայացած։ Եվ այդ բովանդակային առումով ժողովրդավարության պատճառների առումով մենք անելիքներ ունենք։ Հիմա անելիքները կայանում են նրանում, որ առաջի հերթին իհարկե շատ ավելի լուրջ պահանջներ պետք է ներկայացնել իշխանությունից, այն ինչ որ մենք անում ենք, բայց երևի թե պետք է շատ ավելի հետևողական եւ շատ ավելի լայնածավալ։ Երկրորդը, տեսեք, ազգային ժողովը ընդունում է Եվրոմիության անդամության գործընթացի սկիզբի մասին օրենքը, բայց բովանդակային առումով այն վստահ կոնցեպտուալ բունքային մոտեցումը, թե ինչու՞մ է կայանում Եվրոմիության համակցության նշանակությունը Հայաստանի որպես պետության զարգացման, ինքնության, ինքնիշխանության պահպանման, անվտանգության տեսակետից չենք լսում։ Ինչ որ կծկտուր վախխորած հա արտահայտություններ, որ սա ընդունենք, ինչ որ մի հատ բան է, թուղթ է։ Տիտիկը ստանանք, պատվո թուղթ։ Հա, այդ պատվո թուղթը, հա, ոնց որ դնենք, որ մենք ունենք այս թուղթը, բայց դե այդ թուղթը թե թղթի նշանակությունը բովանդակային ինչու՞մ է փակակցերը բաց, ճիշտ է։ Եկեք մեր քաղաքական ժողովրդավարական արժեքներից խուսափելու, դրանց մոտ լինելու, համարձակ սկզբունքային առաջ տանելու, ելնելով քաղաքական ինչ-ինչ նպատակարարությունից ելնելով, բայց կներեք, ես այդ դեպքում նորից եմ հարց տալիս, ինչ արժեքային հիմքով են ընտրվում մարդիկ այդ քաղաքական ուժի կողմից, թեկուզ Գյումրու ավականու անդամներ։ Սա ցույց է, որտեղ դուք գիտեք լավ, որ իշխանության վարքագծի վրա են ավելի շատ ուշադրություն դարձում։ Եթե այդ վարքագիծը ունի որոշակի տարընկալում, ապա ընտրողը ընտրության միշտ հնարավորություն ունի, այո, շատ կարևոր է, բայց իհարկե նույնիսկ եմ կրկնում, ինձ համար ավելի շատ մտահոգիչ է ժողովրդավարական զարգացման Հայաստանում եւ ինձ համար հարց է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի այն կոնցեպտը, որը մեզ փաստորեն մենք ունեցանք 102 բացա գումարած ազատտնտեսական ձևակերպման եւ այստեղ երբ որ ես լսում եմ ձայներ թե բակետեք չէ նախորդ ընտրություններից հետո ապա ես հերթական անգամ զարմանում եմ որ թվերի վրա
մանիպուլյացիաների վրա փորձ անդրադառնալի այս փաթեթավորի ինչ-որ թվային արտահայտություններ եւ այլն, որը ոչինչ ոչ միական դեր չունի եւ հարցին պատասխաններ չի տալիս։ Այնպես որ եկեք ոչ թե հերթական շտանք սխալներ մենք արդեն արձանագրել ենք թե եւ դա նույնիսկ սխալ չեմ ասել, հանցավոր ուրեմն բացողումներ, բայց մյուս կողմից էլ որ կա իհարկե նույնիսկ եմ կրկնում ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսներ կիրառվեցին եւ այլն, բայց իրապես այն հայտնի խոսույթը որ ամեն ջանք գործադրենք ուզած թիվը նկարելու ու ստանալու այ երևույթ հենք որպեսզի մենք դա չկորցնենք, սա էլ է կարևոր։ Ես հնչեցնեմ նաև վերջի հարցը, պարոն Սաքունց, կարող է տարօրինակ թվալ ձեզ այդ հարցը, բայց իրականում ես այս հարցի տակ շատ ավելի խորը իմաստ եմ դնում։ Գյումրիում 3 տեղի ունեցավ ընտրությունների ժամանակ մի միջադեպ, որտեղ մասնակիցները մի քանիսն էին, դա քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորներից մեկն էր, հակառակորդ թմի ներկայացուցիչներից կային մարդիկ եւ կային լրագրողներ։ Ես այդ միջադեպը այդպես եմ գնահատում, այդ 3 ուժերն են երևի թե հաշվի առնելով, որ լրագրողները շատ դեպքերում իրենց համարում են ոչ միայն լրագրող, այլ նաև 4-րդ իշխանություն։ Դուք ինչ տպավորություն ունեք այդ միջադեպից։ Ես դες անկեղծ ասեմ, ես այդ տեսանյութը միացրեցի, 1 րոպե նայեցի եւ անջատեցի, ես չկարողացա դա նայել, դիտել։ Ձեր կարծիքը։ Պարոն Սաքունց։ Պարոն Սաքունց, լսում եք ինձ։ Ազնորեն ես էլ չեմ կարող ասել երկար նայել, ուղղակի այդ կերպարը, որ նման տեսքով էր կամ նման վիճակով, իհարկե պարոն Ստեփանյան։ Պարոն Ստեփանյան։ Մենք կարծես թե կապի խնդիր ունենք, երևի թե այսքանով մեր հարցազրույցը սահմանափակենք։ Շնորհակալություն ձեզ, պարոն Սաքունց, կապի խնդրի պատճառով չենք կարող շարունակել։ Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր տեսակապով, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, քիչ անց մենք կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր եթերը։